Բարև ձեզ, դուք գտնվում եք Մեհերոն YouTube-յան ալիքում եւ պատրաստում եք վայելել եւս շատ հետաքրքիր բլոգ դեպի Սևան։ Ես շատ ուրախ եմ, որովհետեւ բավականին վաղ ժամանակ եմ Սևան ու հիմա համ շոկը, համ շատ եմ ուզում գնամ լողանալ։ Իսկ դուք մեզ հետ եք, չէ՞։ Անպայման։ Հիմա մենք դուրս Կոտայքը արդեն անցել ենք, Երևանից դուրս ենք եկել։ 50 րոպե մի ժամուկ է ինձ թվում, հա։ Գնում ենք դեպի Սևան։ Turtle is coming. Always a big 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 turtle is coming. Սիրելի հետևորդներ, հենա արդեն գնում ենք, երևի մի ժամից ինձ թվում է կհասնենք։ Դեպ ես ականջակալներով ձայնս լավ է լսվում։ Սիրելի հետևորդներ, Մարիամը փչեցինք սա տեսարանը։ Ասեմ ստեղի օդը շատ սուրբ է ու լավ է, հոտ է։ Դե ինչ, գնում ենք դե կհանդիպ։ Սիրելի հետևորդները, արդեն հեսա հասնում ենք Սևան։ Մի հետաքրքիր եւ թվում է կարևոր բան եմ ուզում ձեզ ասել։ Ես քանի որ մայիս-ապրիլին, հա, արել եմ նախագծային աշխատանք միգրացիա թռչուններ թեմայով, ուսումնասիրել եմ Սևանա լճի թռչունների ֆաունան եւ գիտեմ, որ այստեղ կան շատ էկզոտիկ եւ իհարկե էնդեմիկ թռչուններ։ Օրինակ, եթե տեղյակ չեք, Սևանում եղել է չվահյուր, այսինքն իր միգրացիայի ժամանակ, եթե ինչ միգրացիան դա չուն է, երբ որ տաք երկրներից, այսինքն երբ որ ձմեռ է գալիս, նրանք տեղափոխվում են տաք երկրներ եւ նույնը հակառակը կարող է գալիս են որպես չու եւ հենց այդ չուի ընթացքում միգրացիայի այստեղ դուք կարող եք տեսնել վարդագույն ֆլամինգո, որը ի դեպ շատ էկզոտիկ թռչուն է Հայաստանի համար։ Հետո ստեղ ունենք մշտական բնակիչ հավալուսն, նույն ինքը ձկնկուլ, որը էլի էկզոտիկ է։ Այստեղ կան շատ եւ շատ գեղեցիկ հայկական բոլոր տեսակի թռչունները, որը էնդեմիկ են միայն Через 1 километр 500 метров съезд. Поверните направо. Նավիգատորներ, իմ նավիգատորներ, հա, ու նաև այնտեղ ունենք շատ ձկներ, ինչպիսիք են Սևանի իշխանը, Բեղլուն, որոնք էլի էնդեմիկ են, այսպիսով այս այցը ոչ միայն հանգստի համար է կոնկրետ իմ դեպքում, նաև ուսումնասիրել տեղի ֆաունան, կենդանական աշխարհը եւ փորձել նկատել, եթե հնարավորություն լինի, դեպի որ կղզի բարձրանանք, կղզից, այսինքն թերակղզի որ բարձրանանք, այնտեղ թերակղզից կարող ենք տեսնել Նորաշենի արգելոցը կամ այդ որորների կղզին, որտեղ ամենագեղեցիկ Через 500 метров съезд. Поверните направо на трассу М10. Հեսա, մտանք Սևան։ Ինքնեմ կարող եք տեսնել Սևանը, այս։ Ես արդեն պատրաստ եմ։ Ասեմ շատ է գույնը փոխվել, սենց փիրուզագույն է դարձել ու հետաքրքիր է, էլի։ Գիտեք, մենք ունենք Ոնց որ բանը, կարմիր ծովում, չէ։ Հա, էլի, մոտավոր Մալդիվները ոնց որ։ Հա, իդեպ ասեմ մենք ունենք լուրջ խնդիր, Սևանի ծաղկեցման խնդիրը, կոչվում է այդպես, այսինքն Սևանը կամաց ծաղկում է։ Խնդրեմ, նայեք գույնը ինչ ձևի է, պարզացել, խնդրեմ, ոնց որ սենց բաց փիրուզագույն լինի, էլի, բայց ասեմ Այս գույնն է, երեխեք, նայեք ինչ դիրապետում։ Բայց ասեմ լիքը ժողովուրդ կա, ինչքան սիրուն է մեր գեղեցիկ Սևանը։ Սիրելի հետևորդներ, արդեն հասել ենք Հապ
վերցրեցինք շատ գեղեցիկ, նորմալ, ապա ամեն ինչով իրերը տեղափոխվենք ու արդեն մտնենք լիճ։ Հա, ես շատ ուրախ եմ։ Սիրելի հետևորդներ, արդեն մտնում ենք լողանալու։ Հետո այսօր նաև բարձրանալու ենք Թերակղզի, նաև այնտեղից հետաքրքիր վլոգ կնկարեմ եկեղեցու մասին, թե ինչեր կան այնտեղ։ Մի խոսքով շատ հետաքրքիր վլոգ կունենանք, իսկ հիմա մտնենք լողանալու, ցավոք հեռախոսը չեմ կարող վերցնել լճի մեջ, բայց որ արդեն հելնենք, խոսենք։ Շատ լավ, գնանք լողանանք ու արդեն հետո շարունակենք։ Սիրելի հետևորդներ, մտանք, լողացանք, հելանք։ Հիմա նստել ենք մի կտոր հաց ուտենք, իհարկե դիետիկի ես նայեք, խնդրեմ, շատ լավներ, ջուր իրականում մի փոքր սառներ, ու մի կտոր հաց ուտենք, հետո այսօր նաև բարձրանալու ենք Թերակղզի։ Կերանք հացը, նայեք, օրինակ որ հիմա իրանք ուտում են, այսինքն իրանք ընդհանրապես դուք էլ կարող եք սովորաբար ուտում եք բրդունջները հացով, լավաշով, վրան պանիր եք դնում, բանջարեղեն, իսկ ես ուտում եմ խլեպցիով, որը փոխարինում է հացին ու ավելի շատ լավն է, կալորիական ու ինձ հագեցնող։ Կերանք խլեպցի, այս նախաճաշը լիձու, այդպես։ Հիմա մի փոքր տապչանն է, մի փոքր հանգստանանք տապչանի վրա ու այլի մտնենք մեր լիճը։ Իսկական մաքուր հայկական լիճ։ Հանգստանանք 15 րոպե ու մտնենք։ Սիրելի հետևորդներ, միշքն էլ սնվեցինք, հիմա ճիշտն ասած հեռախոսի զայրատկեն նստում է, տանեմ դնեմ զայրատկի, հանեմ, ահա որ շոկ անենց ձեզ ցույց տալու բան չկա, էլի պրոստը նստած եմ, դուրսը, պրոստը նստած եմ դուրսը, հեսա դնեմ զայրատկի միջև մի քիչ զայրատկա հավաքի, որ հելնեմ վերև կարանամ, նկարեմ բանը, կղզին էլի, դրա համար մտենանք, դնեմ զայրատկի, հանգստանանք ու արդեն ձեր հետ խոսանք և հելնենք կղզի։ A few moments later. Սիրելի հետևորդներ, էլի մտանք լողացանք, հելանք, ձմերուկի ժամակ, ձմերուկ ենք ուտում ու մի փոքր լողանանք, արդեն հելնենք կղզի։ Սիրելի հետևորդներ, ես ու հայրիկս բարևին գնում ենք Թերակղզի Սևանի, ինչու Թերակղզի, քանի որ ինչու Թերակղզի, քանի որ լավ միջև ասել եմ միա ցույց այս երգը չէր, այս նավակը A few moments later. Լավ, անցանք, ուրեմն ուզում եմ ասեմ, մի խոսքով Թերակղզի է այն պատճառով, որ խնդրեմ, այնտեղից ունի մուտք դեպի կղզի, ինչով երաշխավորում է իր Թերակղզի լինելը, բայց միջև չգիտեմ որ թվականը եղել է կղզի, այսինքն ջրի մակարդակը ինքան է եղել, որ ինքը, հա, եղել է կղզին ամբողջությամբ ջրի հատակին, ոչ թե ջրի հատակին, այլ այդ ցամաքից դեպի մուտքը կղզի չի եղել եւ հատուկ Այս կողմն է, այն կողմն է եղել։ Չէ, հա կղզի, Կողմն էլ է բավականին, այսպես ասած նոսրացել է։ հա, մի Ուրիշ խոսքով ճանապարհները մնացել են բանը։ ջրի տակ ցանում ենք Թերակղզին ու վերևից արդեն նկարենք ձեր համար։ Նոր Սիրելի հետևորդներ, պապ բարձրանում ենք Աչքարերը դիպ Սևանավա այցելելու հատուկ լեռնային գոտու, այսինքն ինչպես ասեցի Թերակղզի վրա է գտնվում, դրա համար որ մի փոքր վերել պետք է հաղթանալես, որ հասնես այնտեղ ճանապարհին, այստեղ սուվենիրներ, տարբեր բաներ կա, որ կարող ենք գնել, պապը մտնենք ընդեղ տեղից գեղեցիկ տեսարաններ երևում, Սևանի շատ սիրուն Խնդրեմ գնահատեք Սևանի գեղեցկությունը
արեցինք իդեպ ես նաև ունեմ Instagram-յան եւ TikTok-յան էջեր, որին կարող եք բաժանորդագրվել, խնդրեմ այստեղ դնում եմ անունները, կարող եք նայել եւ բաժանորդագրվել։ Մեր կապուտաչիա Սևանը շատ գեղեցիկ է, որը իհարկե տեսախցիկով չի բնութագրվում։ Շատ լավ, բարձացանք Սևանավանք։ Խնդրեմ, հասանք վերելք եւ ուզում եմ ստեղից նույնպես դուք նայեք Սևանա լճի գեղեցկությունը, ասեմ գույնը շատ մեր հետևը կոնկրետ չգիտեմ որ բան տարբերակ են, բայց հեսա կտարբերակենք արդեն երկու վանքերի կողքն ենք, շատ գեղեցիկ է ամեն ինչ, պատմական է կարևորը, հիմա բարձրանանք վանքերը ու արդեն նաև պետք է այստեղից գնել մի հետաքրքիր սուվենիր, հուշ այս տեղից։ Հիմա բարձրանանք, այդտեղ մանրամասն կներկայացնեմ ցույց կտամ վանքերը։ Գտնվում ենք Սևանավանք համալիրում, Սևանավանքի բանի վրա, թերակղզու վրա Սևանավանք համալիրում, որտեղ գործում էին երկու եկեղեցի, Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Կարապետ եկեղեցիները, այսինքն ընդհանուր առմամբ ինձ սխալ էին տեղեկացրել։ Հայրավանքը գտնվում է Գավառի ճանապարհին, իսկ ես ամբողջ օր ասի Հայրավանք, Սևանավանք, Հայրավանք, Սևանավանք։ Եվ իրականում ճիշտ էր Սուրբ Կարապետ եւ Սուրբ Առաքելոց եկեղեցիները։ Ինչպես իմացաք, մտանք Սուրբ Կարապետ, իսկ հիմա մտնենք Սուրբ Առաքելոց եկեղեցի։ Հետևորդներ, դուք նաև կադրել տեսակ Սուրբ Առաքելոց վանքից, իսկ հիմա գնում ենք շատ հանրահայտ եւ ինչ-որ չափով էքսկլյուզիվ տեղ, եթե չեմ խառնում։ Հիմա ցույց տամ հերվից մոտավոր հասկացեք ինչի մասին է գնում խոսքը։ Եվ դա այս մասինա հիմա մոտենամ ու հստակ ձեզ ասեմ։ Սիրունձի է, ես ինչ ձի է։ Խնդրեմ, Սուրբ Առաքելոց վանքը, Սևանի ֆոնին, կարելի ասել մայրամուտը, շատ գեղեցիկ, ամեն ինչպես տեսնում եք, հելանք կղզին է, հելանք, գնանք երևի մի հատ էլ մտնենք, լողանանք եւ արդեն հեռանանք մեր գեղեցիկ Սևանից։ Եվ այստեղ կատարվեց այն, որը շատ քչերն էին սպասում։ Ուրեմն, թերակղզից հետ գալուց մենք տեսանք երկու ռուս տուրիստ, որոնք կանգնել էին եկեղեցիներից վանքերից դեպի վերև բարձրացող, այսինքն այնտեղ, որտեղ ձիներ այդ ճանապարհի եզրին։ Եվ այնտեղից նրա հայրիկը, երկու տուրիստ էր, մեկ աղջիկ եւ նրա հայրիկը։ Նրա հայրիկը գտել էր գանգ, այո, մարդկային գանգ, շատ պատահականությամբ։ Թե ոնց էր գտնվել, թե ինչպես, նրանք բացատրեցին, որ պատահական։ Բայց այս գանգը մարդկային գանգ էր։ Եվ երբ որ մենք կանչեցինք հոգևորական, ցավոք այդ պահին զբաղվածություն կար, նա չեկավ, բայց մենք տեղեկացանք, որ այստեղից էլի գտնվել են գանգեր։ Քանի որ վանքերի կողքը կա գերեզմանոց, շատ հին գերեզմանոց։ Փաստորեն, քանի որ մենք գտնվում ենք լճի կողքը, այդ լճից երևի մեկ-մեկ ջրի հոսք է եղել
եւ հողի տակից գանգերը եւ ոսկորները տարել դեպի ճանապարհի եզրեր։ Եվ դա եղել է ճգնավորի, այսինքն հոգևորականի կամ էլ սովորական քաղաքացու գանք։ Այսպիսի հետաքրքիր եւ մի փոքր սարսափ պատմություն։ Հետևորդներ, մի հատ շոկ բան եղավ, երկու ռուս տուրիստներ բան էին արել, հողը փորել էին ու գտել էին հողի տակից ինչ գանք մարդու։ Շատ հետաքրքիր բան է, ուղղակի ապշեցուցիչ, մի քիչ ձգձգած մնացինք, ես նկարել եմ, որ ձեզ հատուկ ցույց տամ, շատ հետաքրքիր է, էլի ոնց կարող են ռուս տուրիստները գտնել գանք, ունել մեր եկեղեցիներից մեկի կողքը։ Հետաքրքիր բան էր, շոկ կոնտենտ, ինչպես ասում են։ Չանք, այստեղից գնացինք հուշ որպես էս արդեն ճիշտ իմացած Առաքելոց վանքը եւ Սուրբ Կարապետ վանքը եւ մի հատ sense Հայաստանով բրասլետ թևնոց լավ հայերեն խոսենք։ Էդ էլ անենք, արդեն ցուրտ է, ես ուզում եմ մի հատ էլ էջ մտնենք, բայց ափսոս չենք մտնի։ Հիմա մի հատ երևի բան ենք անում ու արդեն պատրաստում ենք ու գնում ենք դեպի Երևան։ Ինչքան գեղեցիկ է թերակղզին, հիմա հասնում ենք հեսա։ Տենց, ոտքերով մտանք միայն, մտանք ոտքերով մտնենք ու արդեն գնանք։ Ես էլ Սևանա լճի այդ բանը, որ գնել ենք, մտցնում ենք մեջը, հանում, որ ավելի Սևանի լինի, էլի։ Ես էլ մեր հետաքրքիր օրվա ավարտ կարելի ասել Սևանի եւ ինչպես ես իմացա, շատեր ինձ գրեցին Երևան պարտից հետո, թե ես ասեցի, եթե ցանկանում եք այս բլոգը շարունակական լինի, խնդրում եմ գրել ինձ, այսինքն ցույց տալ ձեր ակտիվությամբ, որ ցանկանում եք բլոգը շարունակական լինի եւ շատեր ինձ անձնական Instagram-ով ասեցին, որ դուրը եկել է բլոգը եւ ես իրականում ոգևորվեցի եւ ասեցի, որ անպայման ինչ լինի, պետքա գոնե շաբաթական 1 վիդեո։ Կարող է լինի challenge, կարող է լինի հետաքրքիր վիդեո, նկարեմ եւ հրապարակեմ YouTube։ Մեր գեղեցիկ Սևանը մի քիչ ցուրտ Սևանը արդեն գնանք դեպի տուն։ Ինչպես ասեցի, բան այդ շոկ կոնտենտ հա, տենց են ասում, որ շատ հետաքրքիր է իրականում կատակամի կողմ, որ այդ ռուս տուրիստը գտավ Հայաստանում գանք, ճգնավորի երևի, հա, հավատացյալի եւ նաեւ, հա, մասուկ է, հա, եւ նաեւ ինչպես տեսակ նկարվեցի բարձրացածի հայտնի ձի, որի վրա եղել է Արման Ծառուկյանը, բաքսյոր էլի, հա, ոնց էր արել բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը, այդպես գնանք Երևան ու արդեն հանգստանալու։ Դե ինչ սիրելի հետևորդներ, արդեն հասանք տուն, լողացանք, պատրաստվեցինք, ամեն ինչ արեցինք, սաղ վառվել ենք, ջանով, բանով, աչքերս կարմրած է, մի խոսքով ունեցանք շատ սենց հագեցված օր։ Հագեցած թե հագեցված։ Հագեցած օր։ Ինչպես գիտեք, ամեն բառ իմ համար կարևոր է, որ ճիշտ լինի, հայերեն լինի, գրագետ լինի, այնպես որ հաստատ իմ բլոգները նայելուց դրա ինչ-որ թերություն կարիքը չեք զգա, այնպես որ լավ մնացեք, բաժանորդագրվեք, իմ ալիքին հիշացնում եմ դրեք լայքի նշանը, կոմենտ գրեք, ուղարկեք այս վիդեոն ձեր ընկերներին, որ նրանք էլ դիտեն եւ իհարկե, եթե ցանկանում եք շարունակվի այս ֆորմատը, դուք տեսնեք բլոգներ, չելենջներ, մի խոսքով ինչ ուզում եք, ուղղակի գրեք կոմենտներում, որպեսզի լինի։ Լավ մնացեք, դուք գտնվում եք Մեհերյոն YouTube-յան ալիքում, հաջողություն։